Եթե մենք ուզում ենք լինել շուկայի խաղացող, մեր բոլոր ուղղություններով մեր արտադրանքի ծավալները էականորեն պետք է ավելանան։ Իսկ դրա համար պետք է վաճառքները ավելանան, իսկ վաճառքներն ավելանալու համար մենք պետք է վերադառնանք մեր ստանդարտներին։ 8 տարի է ես գոնե անձամբ դրա դեմ պայքարում եմ, բայց ամեն անգամ այլ փաստարկներով այդ վերջին որոշումը հետաձգվում է։ Հարգելիներս, չի լինելու կոնյակ, որի մեջ կա փշենիչնի սպիրտ, չի լինելու դա։ Չպիտի լինի, ընդ որում ես այս խնդիրը դրել եմ 2018 թվականից, 2018 թվականից կամաց, չի լինելու, որ Հայաստանում խաղողի մթերման կեղծ թվեր արտացոլվեն, չի լինելու դա, հիմա համոզելով չի, հիմա լավ է և այս բանի համար ես ուրախ եմ, որովհետև ոչ մեկը մեզ չի կարա այսօր որևէ պրետենզիա ներկայացնի, մենք 8 տարի ասել ենք, լսեք, մի օր գալու է այդ ժամը, ինչ պատճառով, ինչ հանգամանքներում, մենք չգինենք, բայց այդ ժամը գալու է, գնացեք փոխեք, գնացեք լրջացեք, երկրի ստանդարտի և հեղինակության հարցը, ոնց ենք մենք այդ ամեն ինչը թույլ տալիս, և դա արգելակում այդ թվում խաղողագործության նորմալ զարգացում, մենք չենք կարողանում գնահատել լավ, խաղողի ինչ ծավալներ պետք է լինեն, կոնյակի տեխնիկական սորտեր ինչքան, գինու սորտ ինչքան, սեղանի սորտ ինչքան, և ինչ այլոց այսօր մենք մեր տեխնոլոգիաներով մենք պետք է արդեն արբանյակային և օդային լուսանկարման տեխնոլոգիաներով գնահատենք մեր այգիների իրական ծավալները, խաղող կլինի, ծիրան կլինի, մեկ կլինի, մյուս կլինի, որպեսզի տենց իրավիճակներում էլ չլինենք։ Մենք Եվրասիական տնտեսական միությունում էլ անհարմար վիճակների մեջ հայտնվել ենք։ Երբ որ մենք ասենք օրինակ կաթնամթերքի հետ կապված պրոբլեմ ենք ունենում եւ գիտենք բոլորս, որ օբյեկտիվ է այդ պրոբլեմը, բայց որ մենք գնանք այդ խնդրի լուծման, կասեն վայ, չեն բան են անում, խոչընդոտում են բիզնեսին, դա բիզնես չի, ժողովուրդ ջան, պետք է ի վերջո լրջանալ։